Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Թռչնասերների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանին։ Բարև ձեզ Տիկին Ադամյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Տիկին Ադամյան, մի քանի օր առաջ հարությունը կարծես թե մի պահ կարող եմ վստահաբար ասել համացանցային այսպես տագնապ ապրեցինք, երբ որ տեսանք տեսանյութում, որ հատվել են մոտավորապես 30 կենսունակ կաղնու ծառեր հենց բուսաբանական այգու։ Քննարկումները ծավալվեցին հենց այդ սոցիալական հարթակներում, մինչև լրագրողները կարողացան գնալ տեղում նկարահանումներ անել, եւ հիմա հասկանանք ինչու այդ ծառերը հատվեցին կամ երբ են հատվել եւ ինչու այսպես շատ հանգիստ կարողացան 30 ծառ հատել, դա ծառի ճյուղ չէ, որ ինչ որ աննկատ տարվի, եւ ինչով եք բացատրում այս հանրության ավելի շատ սոցիալական հարթակներում ակտիվությունը, քան իրականում գետնի վրա նույն այդ ծառերի կողքին։ Գիտեք, սա նախապատմություն ունի, բուսաբանական այգին շատ մոտ կա իմ բնակավայրին եւ ես բազմիցս գնացել նայել եմ, ուրեմն մեկ նկարահանում է, մեկ ուղղակի իմ վրթովմունքն է արտահայտում եւ սոցիալական ցանցերում եւ այն գործընկերների մոտ, ովքեր որ կոնկրետ պատասխանատվություն էին կրում բուսաբանական այգու համար, որտեղ այնտեղ կան բավականին լուրջ մասնագետներ։ Գիտեք, մի քիչ նախապատմությունը ճիշտ կլինի, որ ասենք 35 թվականից այս այգին հիմնավորվել է։ 80 հեկտար պիտի լիներ, ինչքան որ ես եմ տեղեկացված, եւ բազմաթիվ տեսակներ, որոնք բնորոշ են Հայաստանի Հանրապետության համար, նաեւ տեսակներ, որոնք բնորոշ չեն, բավականին խնամված պահվել են տարիներ շարունակ, դե պատկերացրեք, քանի տարի է այգին ուրեմն գոյատևում է։ Բայց վերջին տարիներին 90-ականներից այս կողմ այգին կամաց այսպես վերապրեց, այսպես կրիզիսնի վիճակ, ինչի, որովհետև գիտեք, ինչպիսի էներգո խնդիրներ կար Հայաստանի Հանրապետությունում, բազմաթիվ ծառեր հատվեցին, նաև բուսաբանական այգում։ Ես նույնիսկ հիշում եմ, որ ոստիկանները այն ժամանակ բռնում էին հատողներին, որոշակի պատասխանատվության բերում, բայց դա չփրկեց այգուն։ Մի քանի տարի հետո մի քիչ ոնց որ թե այգու վիճակը լավացավ, մենք բազմիցս գնացել ենք այնտեղ, ամբողջ այդ առանժերի անքանդած, ապակիները ջարդված, ողբալի վիճակում, բայց փորձում էին գիտնականները, հիմա որ ասեմ, որ այգու գիտական թիմը բավականին լուրջ աշխատանք է կատարել եւ փորձել է այգին պահել, դա համապատասխանում է ճշմարտության, որտեղ անձամբ եմ շփումներ ունեցել։ Բայց եկեք ու տեսեք, որ այս 18 թվականից հետո իրավիճակը բավականին փոխվեց, որովհետև ինչքան ես այգու կողքով անցնում էի, տեսնում էի, որ շինարարական տեխնիկա, շինություններ եւ այլն ամբողջ այգու տարածքում եւ փորձեցի այսպես անձնական ուրեմն գրառում անել եւ նամակով դիմել պատասխանատու անձերին Եվ ինձ ասեցին, որ դա ժամանակավոր երևույթ է, այգու այդ տարածքը, որ տրվել է շինտեխնիկայի համար, բայց պարզվեց, որ հեչ էլ ժամանակավոր չի, ուրեմն կամաց, այս շինհրապարակներ են ձևավորվել այգու տարածքում, Եվ այգու տարածքը բավականին փոքրացել է, երևի բոլորդ ականատես եղաք, թե ինչպես դրոնից նկարահանել էին, թե ինչ վիճակում է հիմա կանաչապատ տարածքը այգու, մի փոքր այսպես կղզյակ է մնացել, ամբողջը գրավել է, ուրեմն շինարարության կողմից։ Մենք փորձեցինք նաև այս ահազանգից հետո ծառերի հատման մի փոքր թիմով գնացինք, նկարահանեցինք եւ ցույց տվեցինք հանրությանը, թե ինչպիսի գլոբալ խնդիր կա այստեղ, այսինքն զավթել են այգին։ Հասկանում եք? Ցավալի է, որ ծառերը ներսում հատվել են, բայց խնդիրը միայն դա չի։ Խնդիրն այն է, որ այգի զավթված է։ 4 կողմից զավթված է այգին, ամբողջ ծառավաղբյուրի կողմը շինհրապարակներ են այգու տարածքում։ Ծառավաղբյուրի այն մյուս կողմը, որը արդեն գնում է դեպի Ավան, եթե դուք ուշադիր լինեք, այնտեղ ինչ որ հուշահամալիր պետքա լիներ հերոսների հետ կապված, երբ որ առաջի անգամ դա ծրագրվեց եւ ինձանից ուրեմն այսպես խորհրդի կարգով փորձեցին իմանալ արդյոք ես համամիտ եմ դրա հետ, ես ասեցի ժողովուրդ, դուք չեք հասկանում բուսաբանական այգու նշանակությունը։ Դա գիտական
հիմնարկը, որը զբաղվում է գիտությամբ, գիտությունների, պետք է հասկանանք, չէ, որ գիտությունների ազգային ակադեմիայի մի մասն է, այսինքն այդ ինստիտուտը պատկանում է գիտությունների ազգային ակադեմիայի, սա գիտական հիմնարկ է, եւ մարդիկ այդտեղ այդ ծառերը տնկել են ոչ միայն գեղեցկության համար, այստեղ ուսումնասիրություններ են կատարվում, մանագրաֆիաներ են գրվել տարբեր շատ հայտնի գիտնականների կողմից, որոնք համաշխարհային ուրեմն ճանաչում ունեն, ինչի մասին է խոսքը, ոնց կարելի է տանել այնտեղ, բան չեմ ասում, մեր հերոս ուրիշ տեղ տարեք այդ տարածքը, բայց ոչ բուսաբանական այգու ներսում, եւ ինչ, հիմա որ գնաք տեսնեք այդ տարածքը, ամբողջը պարկինգ է պատրաստված, ասֆալտապատ արած, եւ ուրեմն շինտեխնիկան եւ մեքենաները տեղավորված են այգու ներսում։ Հենց նկատի ունեք, որ ծառերն էլ հատվել են։ Այո, իհարկե ծառերը հենց այնպես չեն հատվում, ես ձեզ ուղղակի նախապատմությունն եմ ասում, որ ինչից է պետք սկսել։ Ոչ, ինչից է պետք սկսել այս ամեն ինչը։ Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք կամավորներ, մենք ունենք ակտիվիստներ, որոնք գնում են նկարահանում են, բայց բուն խնդիրն է պետք լուծել, հասկանում եք։ Այստեղ ամենաթողության խնդիրն է, որ այգին հանձնել են ուրեմն շինարարական կազմակերպությունների եւ մաս վաճառվում է, բայց դրա մասին ոչ մեկը չի խոսում։ Ոչ մեկը չի ասում դրա մասին, որ այգուց մնացել է մի կղզյակ։ Հասկանում եք։ Բան չեմ ասում, էլի եմ ասում, ցավալի է, որ ծառերը հատվել են։ Շատ վատ բան է եղել, բայց հիմնախնդիրը նա է, որ գրաված է այգի։ Այգի այլևս չկա։ Այնպես որ պետք է զարմանանք, եթե տեսնում ենք, որ ծառերը հատվում են։ Այո, հեչ մի զարմացեք, բա նպատակով է չի հատվել։ Հետո մենք Ռուբինյան տարածքի կողմից, Ռուբինյան փողոցի տարածքի կողմից էլի արեցինք նկարահանում, որտեղ ուրեմն ցանկապատ է եւ ցանկապատի մյուս կողմը դա բուսաբանական այգու տարածքն է։ 2 տարի առաջ, 3 տարի առաջ ուրեմն մեր հարևանները, որոնք ուրեմն շատ էսպես սպորտային մարդիկ են եւ այնտեղ վազում են, եկան ու ինձ ասեցին, որ գիտես ինչ, այդ մասի ծառերը կամաց կտրում են, ուշադիր եղեք։ Ահա զանգեցինք, ասեցինք, որ ծառը մի պահ ոնց որ այդ process-ը կանգնեց, հիմա գնացեք տեսեք ինչա, մի հատ ծառ չեք գտնի, չկա ծառ, շինանյութ այնտեղ տեղավորված այդ տարածքում, վերամբարձ կռունկ արդեն երևում եւ հասկանալի է ու պարզ է, որ այդ տարածքն էլ չնայած նրան, որ ցանկապատված է եւ հաշվվում է, որ դա բուսաբանական այգու տարածք է, փաստացի ինքը արդեն չկա։ Որպես բուսաբանական այգու տարածք։ Սա հիմնախնդիրն է։ Այդ դեպքում քաղաքապետը ինչու է ասում, ինչու է բուսաբանական այգին կապում իրենց հետ։ Ինչ կապ ունեն այգու ծառերին, եթե շինթույլտվությունները Ափսոս, որ ես անձամբ չեմ կարողացել պատասխանը տամ դրա, բայց հիմա պատասխանում եմ, պարոն քաղաքապետ, դուք քաղաքաշինության կոմիտեի հետ միասին ավիրում եք մեր քաղաքը։ Հիմա էլ անցել եք բուսաբանության ինստիտուտի եւ բուսաբանության ինստիտուտի տարածքին։ Անցյալ իմ ուրեմն հանդիպման ժամանակ լրագրողների հետ ես ասեցի, որ մեզ մոտ շատ սխալ դրված կա գիտական հիմնարկներում։ Գիտեք, այսպեսի մի ուրեմն տիպաժ ձևավորվել, որ գիտական հիմնարկի տնօրենը պարտադիր պետք է հայտնի գիտնական լինի։ Ոչ, գիտական մասով տնօրենը, այո, պետքա լավ գիտնական լինի, որ գիտությունը առաջ տանի, բայց ընդհանուր տնօրենը պիտի լինի մի ուժեղ, չոր մարդ, որը պաշտպանի տվյալ գիտական հիմնարկի իրավունքները, մեծացնի նրա հնարավորությունները։ Մեր գիտնականները դա չեն կարող անել։ Ռուսերեն որ ասում եմ, «Не в обиду будет сказано», բայց այդպես է, հասկանում եք, դրա համար այսօր բուսաբանական այգին այդ վիճակում է, ես ասում եմ, բազմաթիվ խոշոր գիտնականներ կան, խոշոր, որոնք աշխարհում այնպեսի մանագրաֆիաներ են գրել, որ տպագրվել է այստեղ, հասկանում եք։ Իզուր չի, որ դա տարիներ շարունակ եղել է բուսաբանական այգի, իսկ ինչ որ ասում է պարոն քաղաքապետը, մի հատ այդ փաստաթղթերը բացենք, տեսնենք ով է տվել այդ ծառահատումների փաստաթղթերը չեն տրամադրում։ Եվ ծառահատումները, ասեց, չէ, Ժիրայր այնտեղ Վարդանյան ասեց, ես փաստաթղթեր ունեմ, ես նայում էի այդ ռեպորտաժը լրագրողի հետ, ես փաստաթղթեր ունեմ, այդ փաստաթղթերը պահված են ուրեմն խորը տեղ, ծիծաղալու, հասկանում եք, սա շատ ծիծաղելի է,
ահա որ բան ասա, երբ որ պատասխանատու անձինք գիտական մասով գալիս են ու ասում են, որ իրանք գիտեն, որտեղ ինչ որ ջրագիծ է եւ կաղնի են հատում, նորմալ է ասում է։ Մենք դրա փաստաթղթեր ունենք, այսինքն Եվ տնօրեն ասում է, որ իր ժամանակ չի եղել, այսինքն մի քանի տնօրեն են փոխվել եւ մեկը բացի դրանից դուք լսեցիք, որ նա ասեց գիտական խորհուրդ իր համաձայնությունն է տվել։ Սա ինչ է նշանակում։ Այսինքն այդտեղ պրեսինգ կա, որը ես համոզված եմ, որ այսպես անպայման նեղում են ուրեմն Բուսաբանության ինստիտուտի տնօրինությանը եւ նրա ուրեմն գիտական կազմին փորձում են ուրեմն այսպես պրեսինգի միջոցով այս հարցերը լուծել եւ լուծում են եւ դրա համար եմ ասում որ ուժեղ մարդիկ են պետք որոնք հակադարձ են ես մի անգամ էլի այդպես գրել էի Բուսաբանական այգու իրավիճակի մասին անբանական չեմ ուզում գիտնականների անուն տալ պատկառելի մարդիկ են իրանք ինձ գրեցին որ Տիկին Ադամյան էս են ուզում անեն այն են ուզում անեմ դե պայքարեք ներեք մենք պայքարենք, բա դուք ինչով եք զբաղված։ 3 օր հետո հատումից հետո նոր հանձնաժողով է ստեղծվել, հա, դուք ինչով եք զբաղված, բա դուք չեք տեսնում ձեր քթի տակ ինչա կատարվում, հա? Չեք տեսնում, բայց չէ որ թոքերն էր այդ Բուսաբանական այգին։ Ամբողջ մոնումենտի անտառները մենք ոչնչացրեցինք։ Այնպիսի պայքարա գնացել այդ Մկոյի անտառի համար, որին ես անձամբ մասնակցել եմ, բայց ոչինչ չկարողացանք ան։ Ամբողջը կտրեցին, տեսնում եք, չէ, լանջերը լրիվ շինությունը եւ անցյալ անգամ երբ որ ես այդ տեղով անցնում էի մի շատ էսենց իրազեկ մարդ կար ասեց այս շենքերում քառակուսի մետրը $6000 քանի որ ինքը մոնումենտից նայում է դեպի ամբողջ քաղաքը իսկ այն ժամանակ տները հիմնականում թանկ էին որտեղ այգիները ավելի շատ էին հիմա ոչ մի բան չկա չի մնացել այգի չի մնացել ամբողջը հատել են ես ուզում եմ ասել որ սա շարունակական process է հիմա եթե մենք փորձենք այսպես ասել գիտեք ինչ կա շատ լավ է եղել ամեն ինչ հիմա եկել ենք շատ վատ է ոչ լավ չի եղել կամած աստիճան առ աստիճան մենք իջնում ենք ներքև եւ արդեն այն փաստը որ եվրոպական երկրների շարքում Երևան քաղաքը ամենաաղտոտված օդի աղտոտվածությամբ քաղաքներից բավական այսպես առաջնային տեղում է սա արդեն խոսում է նրա մասին թե ինչ իրավիճակ է մեր քաղաքում ինչ իրավիճակ է այս ծառերի հատումները քաղաքում տեսեք ինչա կատարվում էտում են այո ինչ է էտել ծառը քոքից հիմքից կտրում են հաստատուն ծառերը կտրել են ամբողջ քաղաքի կենտրոնում սրա դեմը ոչ մեկը չի կարողանում ինձ հիմա ասում են քրեական գործ են հարուցել հա բայց ես խոր կասկածներ ունեմ որ դա ինչ որ մի բանի կբերի որովհետև վերևներից եթե այդ հրամանը կա ու իրանք անում են եւ քաղաքացիական հասարակությունը չնայած նրան հիմա բավականին որ թուլացել է, դա էլ պետք է ասեմ, եւ դրան նպաստել է տվյալ կառավարությունը, դա էլ պետք է ասեմ, որ բացարձակ քաղաքացիական հասարակության հետ որևէ ուրեմն գործնեություն չի ծավալվում, փորձագետներին չեն հրավիրում, իրենց հարցերը երբ որ քննարկում են շրջակա միջավայրի հետ կապված, եւ սա բոլոր ոլորտներին է ուրեմն վերաբերվում, ես չեմ ուզում արդարացնել նախկին իշխանությունները եւ ասել, որ գիտեք շատ լավ է եղել, բայց այս պարագայում բավականին լուրջ մոտեցում կար քաղաքացիական հասարակությանը։ Դուք գիտեք, որ խորհուրդ կար վարչապետին առընթեր Եվ մի տարի չի եղել, 2 տարի չէ, կայուն զարգացման խորհուրդ է եղել, որը ուրեմն գլխավորում էր երջանկահիշատակ Տիկին Դանելյանը, ինքն էր այդ խորհրդի նախագահը, եւ մենք բոլոր գնում էինք այնտեղ եւ խնդիրներ ու հարցեր էինք բարձրացնում, հասկանում եմ, ընդունում եմ, որ այդ հարցերի, ասենք, 10% էլ չէր լուծում, բայց խնդիրը դրված էր եւ անդադ բարձրաձայնում էր։ Ամեն դեպքում զգոնության բան էր դա։ Եվ պետական մարմինները զգոն էին իրենց պահում։ Հիմա այս մարդիկ ասում են բնապահպանության ոլորտում էլ ասում են լավ են կանում այս ծառը հատում ենք սենց ապել ասում են որ 12.8 հեկտար այդպես կանաչ տարածքներ են Երևանում կարողացել իրենք
վերականգնել։ Որտեղ են այդ տարածքները։ Ընդ որում ոռոգման համակարգով, այսինքն այդ ծառերը չեն չորանալու, իսկ այն ինչ որ չորանում է եւ կտրվում է։ Հիմա փորձենք հասկանալ, թե տարածքները որտեղ են։ Մեկ անգամ ես ունեցել եմ ելույթ ու հանդիպում, ուրեմն քաղաքապետարանի ներկայացուցիչի հետ, նա պահպանության վարչության պետի տեղակալն էր, ոնց որ այդ տղան երիտասարդ տղա էր, ասի խնդրում եմ կազմակերպեք։ Մենք գնանք, տեսնենք, որտեղ են այդ կանաչ տարածքները, մենք ուզում ենք, որպես քաղաքացիական հասարակություն տեսնել, որտեղ են այդ կանաչ տարածքները, որտեղ եք դուք այդքան ծառ տնկել, որտեղ է ոռոգման համակարգը, բայց քան լռություն, ոչ մի 5000 տարբեր տեսակի ծառերի մասին է խոսքը, չեք տեսել այդ ծառերից ոչ մեկը։ Ես ոչ մի բան չեմ տեսել, որտեղ է, դուք տեսել եք։ Մարի ջան, դուք տեսել եք այդ 5000 ծառերից մեկը, որտեղ են տնկել։ Ես տեսնում եմ քաղաքի էկոցիդը եւ այն ուրեմն բալենիները, որ հիմա իրանք տնկում են ճապոնական, ես դա եմ տեսնում։ Ու հիմա ես տեսնում եմ բուսաբանականի ջարդը ծառերի եւ տերիտորիայի, ես ուրիշ բան չեմ տեսնում։ Այսինքն այդ կանաչը, որ իրանք ասում են, մենք չենք տեսնում։ Բազմիցս խոսել ենք նրա մասին, որ Երևան քաղաքում պիտի լինեն պուրակներ, կանաչ, եւ դրա հետ միասին պիտի լինեն փոքր ջրային տարածքներ։ Էլի եմ ասել, ինքան եմ ասել, արդեն կրկնվում եմ, որ Երևան քաղաքը կիսաանապատային, կիսատապաստանային գոտում է գտնվում, մեզ անհրաժեշտ են փոքր պուրակներ, փոքր ջրային տարածքներ, եկեք տեսեք հեռու չգնանք, ուրեմն Զեյթունում վերականգնում են ուրեմն այգի, այդ փողոցը ոնց է կոչվում, Դավիթ Անհախտի այգու մասին է խոսքը, տեսել եք, դուք այդտեղ այգի տեսնում եք, այդտեղ տվեցին ժամանակին մի հատ անձնավորություն կար, Աշոտ էր անունը ազգանուն չեմ հիշում, ուրեմն սեփականատերը ինքն էր, այդտեղ ինչ որ մի հատ սենց շատ նվաստացուցիչ, այնպեսի, չգիտեմ ինչ արձաններ էր դրել այդտեղ, ինչ սյուներ, շատ անմակարդակ, շատ անճաշակ ինչ որ բան էր պատրաստել ու տեղ սրճարաններ, բան ծառ չկա, ծառեր ցենց 3 հատ, 4 հատ, 5 հատ, ամբողջը սալիկ ու հետո այդ մարդը մահացավ։ Ինքը շինարարական կազմակերպություններ ուներ Երևան քաղաքում եւ այգին մնաց լրիվ ուրեմն անմշակ, նո այգի էլ չի կարելի դա կոչել, ահա որ վիճակ։ Շատրվանների տեղ կա, Լողավազանի տեղ ինչ որ դեռ քանդված զալիկները։ Այգի է դա։ Ընդ որում բնակիչները սպասում են, որ գարնանը գոներից երեխաները ինչ որ տեղ ունենան։ Այո, ես այդ մի օրինակն եմ ձեզ բերում, եթե դա կարելի է կոչել այգի, հիշում դա այգի չի, դա ինչ որ քարերի կույտ է։ Հիմա ասում է ինձ հավաստացրեցին, որ անպայման այդ այգին վերականգնում, բայց վերականգնումը ես չեմ տեսնում։ Այսինքն ես տեսնում եմ, ասենք սալիկը սալիկի վրա են դնում, բա ծառերը, բա կանաչը, բա թուփը, բա ծաղիկները։ Այդտեղ այգի չկա, մասնագետին պետքա բերեն, որ մասնագետը քանդել տա ամբողջ այդ քարի տարածքները, գեղեցիկ ինչ որ թփեր, ծառեր տնկեն, նման process գոյություն չունի։ Այսինքն մենք էս ենք տեսնում, եթե դուք կանաչ հապատում եք, կանաչով լցնում եք քաղաքը եւ պնդում եք, որ 5000 ծառ եք տնկել, որտեղ են այդ 5000 ծառը, գոնե մեր շրջապատում մենք դա պետք է տեսնենք, բայց չենք տեսնում։ Տիկին Ադամյան ասում եք, որ սա սկիզբն է, եւս մեկ սկիզբ է, չավարտված ինչ որ գործընթացի։ Վտանգները, որոնք են, դրանք հիվանդություններն են, առողջության հետ կապված, շատ մենք ծանր իրավիճակում ենք, հետ կապված կարծես թե հասարակությունը։ Ծանր իրավիճակում ենք, գիտեք, որ օդի մաքրության, փոշու պարունակման հետ, տրանսպորտը ավելացրեցին, խցանումները, դրանք այդ ամենը պրոբլեմ եղավ, խոսեցինք դրա մասին, սկզբից քաղաքապետը հերքում էր ու ասում էր, որ չկա տենց բան, մեր սարքերը նորմալ են, ցույց տալի հետո արդեն Ընդհանուր սարքերի հետ կապված հավաստի տեղեկություններ փաստորեն չեն տրամադրում։ Չէ, շատ դժվար է իրանց համար դա անել։ Հիդրոմետ կայանը իդեպ պետք է օբյեկտիվ խոսենք, շատ օբյեկտիվ ուրեմն տվյալներ տրամադրեց եւ անընդհատ տրամադրում էր այդ բոլոր օբյեկտիվը, ինչա կատարվում Երևան քաղաքում եւ մարդիկ տեսնում էին, որ խայտարակ վիճակը նամանավանդ կենտրոնում ահա որ աննկարագրելի փոշպանակությունը բարձր, խցանումները ինչպես դուք նշեցիք, եւ ես անցյալ անգամ էլ էլի լրագրողներին ասեցի, որ
ինձ ասեցին, որ էլեկտրոմոբիլներ են ներմուծել եւ այլն, բայց այս իրավիճակում, երբ որ մենք չունենք ճանապարհներ, երբ որ մեր կանաչ տարածքները քիչ են, մեզ դա էլ չի փրկելու, հասկանում եք։ Միևնույնն է, այդ էլեկտրոմոբիլների հետ նաև բենզինով մեքենաները խցանումների մեջ ֆիզիկայի օրենքն է, չէ՞ դա։ Кубическом метре сколько загрязненного воздуха։ Այ նման բաներ է կատարվում եւ այս սրա վրա փորձում են աչք փակել, չընդունել այս ամեն ինչը, այնինչ դեռ 2013 թվականին եւ ավելի շուտ դեռ Ասիական զարգացման բանկը այն ժամանակ աշխատում էին շատ լավ քաղաքացիական հասարակության հետ, մեզպիսի ուրեմն հարց հնչեցրեց, թե ինչպիսին են տեսնում Երևան քաղաքը ուրեմն քաղաքացիական հասարակությունը եւ հասարակական կազմակերպությունները եւ ինչի վրա կուզեիք, որ մենք փողը ներդնեինք։ Առաջինը ինչ գրեցին, կոնկրետ ես գրել եմ, որ մետրոպոլիտենի։ Եթե դուք ուզում եք բարելավել Երևան քաղաքի էկոլոգիական վիճակը, ես ձեզ խորհուրդ կտամ, որպեսզի Երևանում լինի բավականին ծավալված մետրոպոլիտեն, որը կբեռնվի դեռ 13 թվականին եմ դրա մասին ասել, որտեղ տենդենսը գնում է նրան, որ հատվում են ուրեմն կանաչ տարածքներ, պուրակներ, շենքեր են կառուցվում, ճանապարհները քիչ են, խցանումները շատ, բայց ամեն դեպքում, որպեսզի եթե դուք բնապահպանական տեսանկյունից եք ուզում, որ մենք ձեզ ասենք, ես ասում եմ, որ ամբողջ գումարը պետք է դրվի մետրոպոլիտենի, այսպես ընդլայնման, ծավալման մեջ։ Ցավոք սրտի, ուրեմն արձագանք չեղավ, ասեցին, որ այդքան փող չկա, բայց այնինչ ինչպես դուք գիտեք, այդ հյուսիս-հարավ ճանապարհի վրա ինչպիսի գումարներ փոշիացան, սրանով եմ ես զբաղվել, ինչպիսի գումարներ փոշիացան, ինչպես ճանապարհը մնաց կիսատ պռատ կառուցված, հետո նորից նոր կազմակերպություններ ու բանկեր ներգրավեցին այս գործընթացի մեջ, ասում էիք փող չկա, չենք կարող մետրոպոլիտենը վերականգնել, ոչ թե վերականգնել, այլ ընդլայնել, դա գիտեք, դա կլիներ Երևանի փրկությունը, այս մեքենաների խցանումների, արտանետումների մասով։ Գիտեք, ինչպիսի առավելություն կունենար քաղաքը։ Մենք այդ հնարավորություն փոքր քաղաք է, ինչ քաղաք է Երևանը, որ չկարողանան դե հասկանում եմ ժայռեր է, ջուր է, մասնագետներն ասում են, որ ջրային մասերը շատ են, ուրեմն այդ գետնի տակ, որ ժայռեր են դժվար է, ուրեմն անցկացնելը, բայց լուծումներ հնարավոր է գտնել։ Իհարկե, սովետական միության օրոք մետրոպոլիտենը տենց չէր մնալու։ Ես ինքս տեսել եմ, ես ինքս եմ տեսել նախագիծը դեպի Զեյթուն, դեպի Ալմազի գործարանի մոտ պետքա լիներ կայարան։ Հենց Ալմազի գործարանի մոտ այդ ամբողջ նախագիծը կա։ Չնայած մասնագետները ինձ ասեցին, որ գիտեք ինչ կա, հիմա այդ հին նախագծերով չենք կարող այլևս աշխատել, նոր նախագծեր են պետք, որտեղ շենքեր են կառուցվել, որտեղ ահագին բայց այո, բայց միևնույնն է, հետո նորարարական որոշումներ կան, ձևեր կան ուրիշ, բայց փաստը մնում է փաստ, որ մատը մատին էլ չեն տալիս, որ նման բան անեն, հասկանում եք։ Սա լուծումներից մեկն է։ Լուծումներից մեկն է, որպեսզի քաղաքը բեռնաթափվի, օդը մաքրվի եւ մենք ուրեմն մի քիչ գոնե բարելավենք մեր իրավիճակը եւ քաղաքացիներն էլ ավտոբուսներից կախված չգնան կանել, իրանց մարդը զգան, չնայած մետրոպոլիտենն էլ է բավականին փոքր, այո, արդեն բնակչության թվով եւ իհարկե հարցս կուղեմ քաղաքապետարանին եւ քաղաքաշինության կոմիտեին, թե մինչև երբ են թույլտվություն տալու շինհրապարակներ ստեղծել Երևան քաղաքում։ Ինչքան կարելի է կառուցեք, տեսնում եք չէ աշտարակի ճանապարհին, ինչքան ամայի հողեր կան։ Հələ 16 կվարտալից են կողմ գնացեք։ Ամայի հողեր, որտեղ կարելի է պատրաստել թաղամասեր, կանաչապատեր, գեղեցիկ, ամեն ինչը սարքել, որ օրինակելի մի բան դառնա, բոլորը կենտրոնացել եք այս փոքր քաղաքի վրա, եղացնել եք ոչնչացնում, բա մենք որտեղ ենք ապրելու, լավ ձեր թոռները, ծոռները, երեխաները, ո՞նց պետք է ապրեն այս քաղաքում, ո՞նց։ Տիկին Ադամյան, այսօր ժամը 16:00-ին կարծես թե հենց բնապահպան ակտիվիստները որոշել են որոշակի ձևով իրենց բողոքի ձայնը բարձրացնել այդ Երևան քաղաքի
ծառերի այդ բանդ եմ որքան հասկացա, դրանք ոչ թե հետում են, այլ բնաջնջում են, նկարներ, լուսանկարներն են։ Քրիստինա Վարդանյանն է բավականին ակտիվ այս հարցում։ Տեսեք, դուք էլ ասացիք, որ քաղաքասարակությունը որոշակի ժամանակահատվածներում կարողանում էր որոշակի խնդիրներ բարձրացնել եւ կանխել։ Հիմա այդ անտարբերությունը մի փոքր խմբի վրա է մնացել, երևի թե իրավիճակներն են փոխվել, մարդիկ Այս իրավիճակը չի ուզում քաղաքականացնել Չեն քաղաքականացնում, պարզապես այս բոլոր գործոնները նպաստում են։ Արցախի խնդիրը, մեր զոհերը, մեր վիճակը շատ բան կոտրեց մարդկանց մեջ, ջարդեց ուղղակի։ Ես իմ օրինակով եմ ասում, ես էլ եմ պայքարում, բայց այնքան բան է իմ մեջ կոտրվել ու փոխվել։ Ես հիմա որ ինձ նայում եմ, ասում եմ, ես երբեք հանգիստ նստած չեմ եղել, էլի, բայց այս պատերազմից հետո այս իրավիճակից, այս հողերի հանձնումից շատ բան կոտրվեց, ջարդվեց մարդկանց մեջ։ Ես խոսել եմ մարդկանց հետ։ Իրականում մարդիկ կոտրված են։ Հետո ինքը կառավարությունը, էլի եմ ասում, կլոր սեղանի շուրջ չի նստում քաղաքացիական հասարակության հետ։ Այսպես կղզյակներով ինչ որ բաներ անում են, կղզյակներով, հա։ Բայց դա ոչինչ չի տալիս, որտեղ էլ եմ ասում, մոտեցումները, հայացքները փոխվել են։ Հիմա տեսեք, գնացել են կամավորները, այնտեղ կգնան ժամը 4-ին է ոնց որ։ Ես անցյալ անգամ գնացել եմ։ Բայց մի ցավալի բան պետք է էլի ձեզ ասեմ, հիմա պետք է ընդունենք դա։ Բոլորը ռուս ռեպատրիանտներ էին, մեծ մասը, 70%, 30%-ն էին, նույնիսկ պակաս երևանցիներ։ Սա շատ ցավալի փաստ է, հասկանում եք։ Ես այն որ նայում եմ, ուրեմն Կասկադի կողքը մաքրում են ռուսները։ Սոցիալական ցանցերում գցել են ռուս ռեպատրիանտները, ամբողջը դրել են Կասկադ, որ Կասկադի կողքը աղբանոց լինի, էլ ինչ եք ուզում։ Էլ ինչ կարելի է սպասել։ Ասում եմ, աղբի մեքենան չի մտնում այդտեղ, որ մաքրենք։ Մտածենք, էլ ինչ է կատարում։ Եվ միշտ հիմա չգիտեմ այսօր ոնց կլինի, բայց այս ցավալի փաստը պիտի ձեզ ասեմ, էլի, շատ ցավալի։ Հետևենք զարգացումներին։ Տիկին Ադամյան, թեմաները բավականին շատ է, ցավոք մեր ժամանակը քիչ։ Ամեն դեպքում ուզում եմ նաև մեկ հարց ձեզ ուղղել, քանի որ դուք թռչնասերների կենտրոնի նախագահն եք, ապրիլի 1-ը կարծես թե հենց թռչունների միջազգային օրն է եւ միշտ դուք այդ օրը սկսել եք Հայաստանում արագիլներից։ Այս տարի ինչպիսին է լինելու մեր արագիլների վիճակը։ Արագիլների վիճակը բավականին բարելաված է, ես ձեզ ասեմ, մեր այնտեղ կան մասնագետներ, շատ խոսել, բարձրաձայն է։ Հիմա բավականին բարելաված է, ոնց որ թե շատ կազմակերպություններ են հիմա աշխատում, այն որ ասում եմ, բանը մեզ էլ չի ասնում, սկի։ Կա մի գերմանական կազմակերպություն, այստեղ միջազգային, որ կոչվում է NABU, ծանոթ եք երևի NABU-ին, հա։ Իրանք շատ լավ գործեր են անում Արարատյան հարթավայրում արագիլների հետ կապված, ես հետևում եմ իրանց, հնարավորությունները իրանք ունեն, այո։ Դրա հետ միասին նաև ուրեմն թռչնաբանական այսպիսի մի փոքր բան կա, կազմակերպություն կա, Կարեն Աղաբաբյան ոնց որ ղեկավարում, նրանք էլ են զբաղվում դրանով, հա։ Եվ ինչու՞ չէ, նաև մեկ-մեկ էլ գիտնականներն են միանում, հա, ընդհանուր առմամբ զբաղվում են։ Գործ արվում է այս մասով, չի կարելի ասել, որ ոչինչ չի արվում, շատ ակտիվ այս հարցը փորձեցին լուծել, բայց մենք այդ ես այսօր տեղադրել էի, չգիտեմ, սոցիալական ցանցում դուք տեսաք, ես դրել էի 17 թվականի մեր թռչնունների օրվա արագիլները շարված էին, հա, ինչպես ենք մենք դա նշել, ինչ շոքով, ինչ քաղաքը ոնց է մեզ միացել, դեռ 2001 թվականին 2000 թե 2001 Ռոբերտ Նազարյանին հիշում եք, նա եղել է քաղաքապետ։ Ուրեմն ես հետ եմ էլի գնում սենց, քաղաքապետը եկել էր մեր միջոցառմանը։ Շնորհակալություն հայտնեց մեր կենտրոնից, որ մենք այսպիսի միջոցառում ենք անում քաղաքում, թռչնաբներ ենք տեղադրում, հետևում ենք թռչուններին, փորձում ենք այսպես շունչ տալ Երևան քաղաքին, քաղաքապետը
ելույթ ունեցավ մեր միջոցառմանը, հատուկ հրավեր, մենք իրան չենք ուղարկել։ Մենք ուղղակի գրել ենք, որ այսօր թռչունների օրն է, եւ մենք այսպեսի միջոցառում ենք անում։ Կառավարության անդամները, քաղաքապետը, հիմա ծիծաղալի է, չէ, ծիծաղալու է մի քիչ հիմա որ մտածես, վայ ոնց կլինի քաղաքապետը գա այդպիսի բանի մասնակցի կամ խրախուսեն կամ փորձեն ուղղակի լավ խոսքեր ասել ու շնորհակալություն հայտնել։ Եվ ոգևոր։ Զարմանալի է, չէ՞։ 100 բան էին ասում Ռոբերտ Նազարյանի մասին։ Չգիտեմ, ես չեմ կարող իր մասին ինչ որ բաներ խոսել, բայց այդ շփումը եղել է, այդ տպավորությունը մնացել է ինձ մոտ եւ էլի տպավորություններ կան, բիզնես կամպանիաներ, դաշտարակատներ, որը շատ աջակցում էր ուրեմն քաղաքում բնապահպանական խնդիրների մեզ էլ աջակցել, ֆինանսականի մասին չի խոսքը, խոսք ասենք ձեզ ինչա պետք, թռչնաբներ ա պետք, օգնել են, մենք ուրեմն պատրաստել ենք, մեզ հետ եկել են, տեղադրել են, հիմա դուք կտեսնեք տենց բան, չկա։ Ընդ որում երեխաներին էլ եք, չէ՞, գրկում, 150 երեխա ունեի խմբում։ Հիմա երեխաներին էլ հետաքրքիր չի։ Մարի ջան, հասկանում եք, էդ է խնդիրը, որ դու ուզենաս էլ դու այդ խումբը չես կարող հավաքել։ Մեկ իմ խմբի անդամները ինձ գրում են, Տիկին Ադամյան, մեծ մարդիկ են արդեն բոլորը եւ պատկերացեք բավականին մի ստվար զանգված, կեսը կենսաբանա, կեսը բժիշկ, չգիտեմ, կենսաբանության հետ կապ ունեցող մարդիկ են։ Գրում են Տիկին Սիլվա, այս ինչի ասենց, ինչի ենք սենց դարել, ինչի է այս իրավիճակը, բայց պատասխան ցավոք սրտի ես չունեմ, չեմ ուզում տրիվիալ բաներ ասել, թե ժամանակներն են փոխվել, բայց ուզում եմ ասել, որ այս մոտեցումը բնական միջավայրին, հասկանում եք, փոխանակ տարիներ անցնելով լավանա պետական մարմինների մոտ, մեզ մոտ հակառակ պրոցեսն է գնում։ Տարիները անցնում են, աշխարհը գնում է առաջ, բայց մենք այս առումով հետ ենք գնում։ Այսինքն փոխանակ խրախուսենք, ատելության խոսքեր են քնչեցնում, վիրավորական խոսքեր են քնչեցնում, չէ՞։ Այն մարդկանց հանդեպ, ովքեր որ բնությունը պաշտպանում են, դա իմ չի վերաբերում միայն, բոլոր ես տեսնում եմ շրջապատումս, մարդիկ, որոնք հանքարդյունաբերության խնդիրներն են բարձրացնում, որոնք քաղաքի ուրեմն ծառահատման խնդիրներն են բարձրացնում կանաչ տարածքների բուսաբանական այգու, ինչպիսի հարձակման են արժանանում։ Ոչ մի փոխադարձ, ուրեմն իրար լսելով երկխոսություն, գոյություն չունի, ցավալի է, գիտեք սա ինչի կարա բերի։ Երկխոսություն չկա, գոյություն չունի, ընդհանրապես։ Այդ երկխոսությունը նույնիսկ քաղաքապետարանի կարծես նիստերին էլ թեկուզ մեկը մյուսին լսելով տեսնում եք, չէ՞ ինչա։ Տեսնում ենք ինչ է կատարվում եւ փոխադարձ մեղադրանքներ ավելի շատ քան երկխոսությունների լուծում եւ ինչպես դուք եք ասում, այդ թեկուզ ներկայացվում է, որ ծառեր են տնկվել, այսքան հեկտար կանաչապատում է արվել, դուք դա չեք տեսնում։ Չեք տեսնում, ոչ մեկս, չգիտենք որտեղ է։ Ինչպես դուք եք ասում, տեսնում ենք ավելի շատ հատումները, քան տեսնում դա ենք տեսնում, ոչ թե ուզում ենք դա տեսնել։ Աչքներ զարմանում, ինչ անենք դա։ Փաստերով։ Տիկին Ադամյան, հետևենք, քանի որ հիմա դեռ խոսում ենք ծառերի էտումից, խոսում ենք ծառահատումից, մեկ ամիս հետո խոսելու ենք արդեն քաղաքում հիվանդությունների, հատկապես ալերգիկ հիվանդություններ եւ այլն, կարծում եմ արդեն հնարավորություն կունենանք եւս հանդիպելու խնդիրների մասին, որքան էլ ուզենք пассив լինել, մասնագետները իրենց խոսքը պետք է ասեն։ Շնորհակալություն եմ հայտնում շնորհակալության համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։